Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Բարև ձեզ, Վարդանյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Սիրով։ Տիկին Վարդանյան, խոսենք Արցախահայության իրավունքներից նախորդին արտաքին գործերի նախարարությունից հայտնել են մեջբերեմ իրենց միտքը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո Արցախահայության անվտանգության եւ իրավունքների ապահովումը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Ինչի մասին է սա վկայում։ Վկայում է հայտարարությունը Ալիևի հերթական պահանջը կատարելու մասին, հիշեցնեմ, որ սա պատասխան էր Իլհամ Ալիևի ավելի վաղ իր, եթե չեմ սխալվում, գերմանացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ արած հայտարարության, որ Հայաստանը այլևս բանակցությունների սեղանին առաջ չի տանում Արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցը, եւ հիմա ԱԳՆ-ն արդարանում է եւ մեղքը բարդում է այդ հաստատելով, որ առաջ չեն տանում, թե ինչու առաջ չեն տանում, փորձելով մեղքը բարդել այս անգամ արդեն մենակ մնացած Արցախահայերի եւ նրանց օրինական ընտրված իշխանությունների վրա։ Միջդեռ Ալիևը ինքը իրենց կիրթ եւ կառուցողական գործընկեր է, Արցախի վրա իրավազորության ճանաչման հիմք որպես վկայակոչում է մշտապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ ստորագրած փաստաթղթերը եւ որևէ մեկը բացի Նիկոլ Փաշինյանից եւ իր արդեն ԱԳՆ-ից ու նկատի ունեմ կառույցներից նաեւ Նիկոլ Փաշինյանի թիմի ղեկավարած որևէ մեկը հողում չի անում այդ ապօրինի օրինական ուժ չունեցող փաստաթղթին որևէ տեղ չեք գտնի հողում։ Մի Նիկոլ Փաշինյանը իր թիմը Ալեն Սիմոնյանը հիմա արդեն ԱԳՆ-ն է խոսում այդ փաստաթղթից։ Իրենք Ալիևի փաստաբանությունը կատարելու ճանապարհին այնքան են առաջադիմել, չակերտավոր, այնքան Հռոմի պապիկից ավելի կաթոլիկ են դարձել, որ հիմա հողում են անում այնպիսի փաստաթղթերի, որ անգամ Ադրբեջանը հողում չի անում։ Այդքան հողում անելուց հետո մեկը Ադրբեջանը էլի հողում չի անում, որովհետև դա իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, որովհետև այդ փաստաթղթին հողում անելը փաստացի նշանակում է ճանաչել Արցախի գոյությունը, թե լուծարման փաստաթղթին հողում ես անում կառավարական մարմինների։ Իսկ ինչ վերաբերում է այդ փաստաթղթին շուրջ 1 օր տևած մարտական գործողություններից հետո, երբ Արցախը ամբողջությամբ մենակ է մնացել, Ադրբեջանը պահանջել է ստորագրել փաստաթուղթ եւ որը պիտի ընդուներ ազգային ժողովը, որ լուծարվում է Արցախի հանրապետությունը։ Բարեբախտաբար չէ, այսինքն այնքան պետական մտածողություն ունեցել, որ անգամ այդ պայմաններում հրաժարվել են արժան նիստ գումարել եւ ամեն ինչ արել են, որ այդ փաստաթուղթը որևէ իրավական ուժ եւ չունենա։ Արդյունքում ապօրինի լիազորությունները վերազանցող անգամ փաստաթուղթը ստորագրել այդ պատասխանատվությունների վրա վերցրել է Սամվել Շահրամանյանը եւ Հայաստանում արդեն անգամ որ որևէ հղման տեղ չթողել, փաստաթուղթը չեղարկվել է եւ այս ամեն ինչի մասին Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, Նիկոլ Փաշինյանը շատ լավ իմացել է եւ փաստաթղթի ստորագրման մասին եւ նաեւ տեղեկացել է դրա չեղարկման մասին։ Եթե իրենք այդպես միակ սուբյեկտն են մնացել, որ հղում են անում այդ փաստաթղթի մեջ, չեն ասում, որ իրենք նաեւ տեղեկացել են, որ այդ փաստաթուղթը չեղարկվել է։ Դեպի սա մեղքերը այլոց վրա բարթելու հերթական արարն է, մեկ մեղավոր են միջազգային հանրությունը, մեկ մեղավոր են վատ ժողովուրդը, մեկ մեղավոր են Արցախահայությունը, հիմա մեղավոր է Արցախահայության օրինական ներկայացությունը։ Վերջը հարց է առաջանում, եթե բոլորը մեղավոր են, իրենք ինչու են մեղավոր։ Այդ բոլոր գործիքակազմերը իրենք ունեն, պարգևավճարները իրենք են ստանում, աշխատավարձերը իրենք են ստանում, երկիր իրենք են ղեկավարում, առանձնատուն իրենք ունեն, падավատ իրենք ունեն, բայց իրենք ոչ մի մեղք չունեն, մեղավոր են բոլորը բացի իրենցից։ Սա Նիկոլ Փաշինյանի վրայից մեղքը բարթելու անհաջող փորձ է։ Ինչու է իշխանությունը այսպես ատելություն գեներացնում Արցախահայերի նկատմամբ։ Որտեղ դա է պահանջում Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևը պահանջել սիրել արցախցիներին, մենք տեսնելու ենք լրիվ այլ պետական քաղաքականություն։ Սա Արցախի հարցը փակելը, Արցախի հարցը մոռանալը Իլհամ Ալիևի հերթական պահանջն է։ Եվ իրենք բավարարել են այդ պահանջը։ Այստեղ միայն ուզում եմ ասել, որ որևէ մեկ այդ լիազորությունը չունի։ Կա ժողովուրդը, որ այդ հարցի սուբյեկտն է, սուբյեկտայնության հիմքն է, կա այդ ժողովուրդը, որ ուզում է իր տուն վերադառնալ ու ուզում եմ հարցնել, էլի ով է այն մարդը, ով է ժողովրդի անունից կարող է որոշել վերադառնալու է, չի վերադառնալու, փակում է դուռը, բացում է դուռը։ Կա այդ հարցի սուբյեկտ ժողովուրդը, ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, նկատի ունեմ մեր պարտականությունը հիմա հնարավորինս փայփայել, հնարավորինս հեշտացնել իրենց հոգսերը, պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանից տեղ չգնան, շարունակեն իրենց հայրենիքում մնալ, ապրել, արարել, աշխարհում այլ իրավիճակ կստեղծվի, այլ հնարավորություններ կլինեն, արդեն այդ ժամանակ այդ մարդիկ պիտի որոշեն իրենց ճակատագիրը։ Մեր գործը հիմա դուր չփակելն է հետագա հնարավորությունների համար։ Բայց ես այստեղ որ
Այսինքն նաև ամբողջական պատկեր ունենանք, մենք պիտի հասկանանք, որ մենք խոսում ենք անդադ Արցախի հարցից, բայց դա կեղծ տպավորություն է ստեղծում, որ հիմա բանակցություններում պահանջները որ կան, այլևս ինչ որ պահանջում է միայն Արցախին է վերաբերում։ Այլևս պահանջում է արդեն քանի որ ստացել է ամեն ինչ Արցախից, փակել է հարցը, այլևս երբեք դրա չանատարնել։ Բայց մյուս պահանջները ինչ որ կան այդ բանակցությունների սեղանին, բանակցություններ չեն, խոսակցություններում որ Փաշինյան այլևս ինչև են ընթանում։ Դրանք բոլորը վերաբերում են Հայաստանին։ Հայաստանից է ճանապարհ պահանջում, որը միջանցք է անվանում, Հայաստանն է պահանջում, որպեսզի 100,000-ավոր ադրբեջանցիներ բնակեցվեն, Հայաստանից ռեպարացիաներ պահանջում, Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին է այլևս խոսում, Հայաստանի օկուպացված տարածքներից է հրաժարվում դուրս գալ, այսինքն սրանք բոլորը Հայաստանին բոլորիս վերաբերող հարցեր են։ Այնպեսի տպավորություն չստեղծվի, էլի, որ կա մի 150,000 ժողովուրդ, ում վերաբերյալ են պահանջները, ու վերամնացել է վերջին կետը, որ դա էլ մոռանանք, ոչ մի խնդիր չենք ունենա։ Չէ, հաջողությամբ փակել են այդ հարցը, Ալիևը ու Փաշինյանը, մնացել են հաջորդ փուլին, որի բոլոր պահանջները վերաբերում են Հայաստանին։ Ես հիշեցնեմ ուղղակի 2022-ին, երբ շարժում էր Հայաստանում, այն բանից հետո երբ Փաշինյանը հայտարարեց նշաձողի իջեցնելու մասին Արցախյան բանակցությունների հարցում, կարգախոսը ոչ Արցախի հայաթափմանը եւ Հայաստանի թրքացմանը դա էր, որովհետեւ կանխատեսելի էր ուր է գնում։ Հիմա կարող է այս բառերը հաճելի չեն, թրքացում բառը Հայ-Արցախի, բայց առաջի փուլը եղել է արդեն։ Երկրորդ փուլն է ընթացքի մեջ, այսինքն Ադրբեջանի ազդեցությամբ Հայաստանի Հանրապետությունը, այսպես ձևակերպեմ, որ ավելի մեղմ լինի, չգիտեմ, ավելի քիչ վախեցնող լինի, բայց սա է ընթացող գործընթացը, այս երկու process-ները իրարից անջատելը նկատնում Արցախի իրավունքների պաշտպանության եւ մյուս հայ ժողովրդի մյուս մասի իրավունքների պաշտպանություն։ Այս երկուսը իրար հակադրելը, տպավորություն ստեղծել, որ մյուսը փակելով փրկում ենք այն մյուս մասը, դա այն գործիքակազմն է, որը օգնում է Ադրբեջանին բաժանել խնդիրը մասերի, հերթով կուլ տալով մարսել, ավելացնել իր պահանջները։ Հիմա բանակցային սեղանին արկա բոլոր պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես ասած խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտված են, երկու կողմերն հայտարարեցին դրա մասին, սակայն այդ ամենի ֆոնին անընդհատ ադրբեջանական կողմից հապատեղեկատվություններ էր տարածվում իբրև թե հրադադարի ռեժիմի խախտման մասին, կրակոցներ սահմանին, ինչու Ադրբեջանը շարունակում սրել իրավիճակը, արդյոք նա հող է պատրաստում նոր հարձակման համար եւ արդյոք սա է այս իշխանության խոստացած խաղաղությունը։ Նախ չկա որևէ բանակցային գործընթաց, առավելևս խաղաղության բանակցություն եւ խաղաղության համաձայնագիր։ Կա մի թուղթ, որտեղ արտահայտված են Ադրբեջանի պահանջները, որտեղ ֆիքսվել է ապառազմականացման պահանջը երրորդ երկրների զորքերի չտեղակայման տեսքով, որտեղ ֆիքսվել է հայցերի յետքաշում, Հայաստանի պարտավորությունից փաստացի ստանձնել միջազգային դատարաններից հայցերի յետքաշել եւ այդպիսով Լևան Ալիլամ Ալիևի ձեռքերը էթնիկ զտում իրականացնելու պիտակից, կա փաստաթուղթ, որտեղ ամրագրվել է, որ կողմերը պարտավորվում են այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ պայքարողների դեմ պայքարել, Ադրբեջանի ասած ռևանշիզմի դեմ պայքարի կետը։ Եվ կա փաստաթուղթ, որտեղ Հայաստանը ոչինչ չի ստանում, Ադրբեջանը այդպես էլ չեն կարողանում հասկանալ ինչ է զիջել կամ ինչ պարտավորություն է ստանձնել եւ որևէ կերպ խաղաղություն չի ապահովում։ Բոլոր հիմնական հարցերը դուրս են այդ փաստաթղթից, այսինքն գերիների հարց, Արցախի հարց, տարածքների դեօկուպացիայից Հայաստանի տարածքներից դուրս գալու հարց, սահմանագծման, սահմանազատման հարց, նկատի սահմանի հստակեցման հարց, այդ փաստաթղթով չի փակվում միջանցքի պահանջը Ադրբեջանի ասած, այս փաստաթղթը ինչ խաղաղության մասին է, որտեղ է այդ խաղաղությունը, այսպիսի փաստաթղթի պարագայում։ Դա Ադրբեջանի այս բայ ձեռք բերած ամրագրող եւ նոր պահանջների համար դուր չփակող փաստաթուղթ է։ Ինչու է Ադրբեջանը այդ փաստաթուղթը երբ ասում են, որ համաձայնեցվել է դրանից հետո կրակում, որովհետեւ սովոր է, երբ սպառնալիքի լեզվով է խոսում, ստանում է ավելին, քան կարող է պատկերացնել։ Արդյոք դա նշանակում է, որ Ադրբեջանը միայն սպառնում է, երբեք չի հարձակվի, ոչ, մենք այդպիսի վստահություն չենք կարողանա ունենալ, Ադրբեջանը միայն մի դեպքում չի հարձակվի, երբ իմանա, որ այդ հարձակման համար գին է վճարելու։ Եթե ցանկացած սպառնալիքով ինքը կարողանում է օրինակ ստիպել զորքերի յետ քաշել Տավուշում, մի քանի կրակոցով կարող է ինչ զիջում ասես կորզել, ինչու պիտի չանի։ Դա է անում ուժի սպառնալիքով, ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքով զիջումներ կորզել։
Հիմա ստացել են ինչ որ ուզում էր այդ փուլում մի քանի կետ ամրագրել է, բայց էլի պահանջներ ունի, չէ՞, պահանջները գնալով ավելանում են։ Սահմանադրության փոփոխություն, ԵԱԿ Միսկի խմբի լուծարում, բա ոնց պիտի դա ստիպի իրականացնել կամ ֆոնը դրա ստեղծի։ Պիտի Փաշինյանի հետ պայմանավորվածությամբ բան անեն, վախեցնեն ժողովրդին։ Ահաբեկչական այսպես բանի տակ պահեն, տերորի մեջ։ Եթե չստորագրենք, հիմա գալու են բոլորիս մորթեն։ Այդտեղ հարց առաջանում է միջև որ կետը պիտի համաձայնվենք։ Միջև կառավարական դաշաներ հանձնել, միջև սահմանադրություն փոխել, այլևս պահանջում է Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանի 60% տարածքների նկատմամբ ունի հավակնություն, պահանջում է այստեղ 100,000-ավոր ադրբեջանցիներ, որպեսզի բնակեցվեն, միջև որ կետն ենք համաձայնվելու այդ սպառնալիքի տակ։ Տեսել է, որ դա աշխատում է, անում է, առաջ չէին կրակում սահմանին։ Այդ ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է, որ ես բանակցում եմ, էլ երբեք չեն կրակելու, խաղաղության դարաշրջան են բերելու։ Հրաման է արձակել, որ մեր կողմը չկա։ Ապառազմականացման բան չկրկնում։ Առաջ չեն կրակում, դա վերածվում է ներքին լսանի համար տերորի։ Չէ, ասում ֆիքսվում էր ուղղակի, որ գործ ունենք մի թշնամու հետ, ով խաղաղություն չի ուզում։ Հիմա էլ ինչ խաղաղության բանակցությունների մասին, ինչ համաձայնեցված թղթի մասին է խոսքը, եթե դրանից հետո ավելի շատ են կրակում, քան դրանից առաջ ինչն են համաձայնեցրել։ Եթե դրանից հետո կես ժամ հետո Ադրբեջանը նոր պահանջներ է նոր չէ, նկատում պահանջների մասին է խոսում, որ թղթում ամրագրված չեն, ասում է սա էլ նախապայմաններ են, որ թղթը ստորագրվի։ Ինչու հենց այդ տեքստը չի հրապարակվում նաև ընդդիմադիր падգամավորների դիմեցին ծանոթանալու համար, սակայն վերջում ստացան։ Արձագանքից է վախենում Նիկոլ Փաշինյանը հանրության։ Նախքան հրապարակել ենք աշխատանք ունի իրականացնելու, համոզելու, որ դա այլ ընտրանք չունի, որ եթե դա չլինի պատերազմ կլինի եւ համոզելու, որ այդտեղ, այսինքն պիտի նախ քարոզչություն իրականացնի, հետո թուղթ հրապարակի, որպեսզի այո, դժգոհության ալիք չբարձրանա։ Դրա համար մենք իրականացնում ենք հակառակը, նկատում ենք բացատրում ենք, ներկայացնում ենք իրականությունը եւ բացատրում ենք այդտեղ ինչ վտանգավոր կետեր կան, ինչու չի հրապարակացվում, իսկ այս տարիներին ինչ ժողովրդից գաղտնի չի եղել։ Եթե մարդիկ ի վիճակի են պարգևավճար տրամադրել կամ աշխատավարձ բարձրացնել գաղտնի հրամանագրով, ինչու գաղտնի պայմանավորվածություններ ձեռք չեն բերի թշնամական երկրի հետ։ Նոյեմբերի 9-ը գաղտնի չէր, այս ամբողջ բանակցային գործընթացը գաղտնի չէր։ Մենք ամբողջ բանակցային գործընթացի մասին տեղեկություն ենք ստացել Իլհամ Ալիևից։ Իլհամ Ալիևն է հայտարարել, քանի կետ կա, Նիկոլ Փաշինյանը հաստատել է, քանից է համաձայնեցված, Փաշինյանը հաստատել է, ինչ կետեր կան, որոնք համաձայնեցված չեն, Փաշինյանը հաստատել է։ Այս բանակցային գործընթացը մենք գիտենք, չգիտեմ, Սուրբ Ծննդյան առավոտյան ինչ ձվածեղ են ուտում, որ համարի երթուղին են նստում Փաշինյանը, որ համարից է իջնում, ոնց չի կարողանում տելսելով վճարում կատարել, բայց բանակցությունների մասին ոչինչ չգիտենք։ Եվ այո, падգամավորներն էլ գնացին ծանոթացան, եւ երբ սկսեցին խոսել դրա մասին, Ադրբեջանից պահանջ հնչեց, որպեսզի այլևս թույլ չտան ծանոթանալ, եւ Փաշինյանը կատարեց նաեւ այդ պահանջը։ Ես էլ այդ падգամավորներից մեկն եմ, որովհետեւ խնդիր կա ժողովրդին կանգնեցնել կայացրած փաստի առջև։ Այս պայմանավորվածությունների մասին գիտի Իլհամ Ալիևը, գիտի Ադրբեջանի ժողովուրդը, որտեղ պարբերաբար հանրային կերպով իրազեկում են եւ այսքան ժամանակ հաստատվել են այդ իրազեկված, այսինքն Նիկոլ Փաշինյանը հաստատում է Ալիևի հայտարարությունից հետո։ Այս փաստաթղթի մասին գիտի միջազգային հանրությունը, որտեղ դիվանագիտական խողովակներով տեղեկացնում են եւ որպեսզի խնդրի առաջ կանգ չառնան գիտի ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը եւ այս սուբյեկտում վերաբերում է այս փաստաթուղթը բացարձակական տեղյակ է։ Այստեղ հարց է առաջանում ինչ կա նկատում եմ արդյոք պայմանավորվել են որ բացառապես Իլհամ Ալիևից պիտի մեր ժողովուրդը տեղեկություններ ստանա դա էլ է պայմաններից մեկը այսպես բանավոր փոխըմբռնման որ ձեռք են բերել կամ այլ հարց Նիկոլ Փաշինյանը ծանոթ է ընդհանրապես այդ ամբողջ փաթեթին պայմանավորվածությունների թե մենակ Իլհամ Ալիևը դա գիտի ինքը պիտի հայտարարի Փաշինյանն էլ հետո դրանից հետո իմանա սկսի պաշտպանել ուղղակի դրանք որն է խնդիրը որ չեն հայտարարում լավ համաձայնեցված թուղթը ինչու չեն հրապարակայինացնում եթե դա դարի ձեռքբերում է ինչ նշանակում դիվանագիտական էթիկա կա մենք չենք կարող դա միակողմանի անել քանի անգամ է միակողմանի Ադրբեջանը հայտարարում անգամ Ադրբեջանը չի համաձայնվում երկկողմ հայտարարություն համատեղ հայտարարությամբ հանդես գալ որ ավարտվել է համաձայնեցման գործընթացին ինչ դիվանագիտական էթիկայի մասին է խոսքը այդ որ դիվանագիտական էթիկան որն է որ հարբեցող ծաղրածու են անվանում որն է այդտեղ որ ինչ դիվանագիտական էթիկա է պահպանվել այս գործընթացում որ ջենտլմենաբար եւ Հռոմի պապից ավելի կաթոլիկ կեցվածքով Նիկոլ Փաշինյանը որ դիվանագիտական էթիկա պահպանել ոչ մի նորմ չի պահպանում բարեվարկությունից միջև բարոյական Ալիևի հետ որոշել է դիվանագիտական էթիկա պահպանել ի հաշիվ մեր ժողովրդի
կոչվի, տարական հաստատեցնում ենք, չէ՞ որ այսինքն պարտադրանքով տեղ ունեցող գործընթաց է։ Այս դրա համար մաս խաղաղության բանակցություններ չեն։ Սա այլևի պահանջները ամրագրման գրավոր տեսք տալու գործընթաց է։ Դրա համար Նիկոլ Փաշինյան եւ Ալիևի ջրաղացին ջուր լողեցնելը այս գործընթացը անվանել խաղաղության բանակցություն, խաղաղության պայմանագիր։ Այո, այդ բառը վերևը կա թղթի գրած, որպեսզի Իլհամ Ալիևը իրեն դիրքավորի որպես տարածաշրջանում խաղաղություն բերող լիդեր եւ Նիկոլ Փաշինյանը դա վերցնի եւ ժողովրդին խափի, որ ինքը խաղաղություն է բերում եւ դրա այլընտրանքը պատերազմն է։ Մինչդեռ վատ բանակցությունների այլընտրանքը արդյունավետ բանակցություններն են։ Ամեն ինչ զիջելու այլընտրանքը փողզիջումներն են, ոչ թե պատերազմ։ Հայաստանում ուժ չկա, որ ասում պիտի գամ եւ Ադրբեջանին, Թուրքիային ունեցածին պատերազմ հայտարարեմ։ Հայկական կողմը անընդհատ նշում է, որ պատրաստ ենք այդ այսպես համաձայնագիրը կնքելու։ Հիմա էլ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել, որ պատրաստ է Հայաստանը շուտ ապույտ կնքելու եւ ստորագրելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապավելու։ Ինչով է պայմանավորված այս հայկական կողմի շտապողականությունը հաշվի առնելով, որ ինչպես դուք եք նշում, այդքան էլ շահավետ չէ Հայաստանի արդյոք։ Այո, ուզում եի հարցնել, արդյոք Վիլեն Գաբրելյանի ասած հարփած վիճակում ասած 26-ին ԿՊ-ն չի լինելուն իրականության հետ կապ ունի, այսպես շտապում է այս իշխանությունը։ Լինել չլինելը չգիտեմ, ցանկությունը այն է, որ չլինի, այդ ուղղությամբ աշխատանք է պետք, շարունակական աշխատանք եւ չհոգնելով աշխատանք, ինչ վերաբերում է ինչով է պայմանավորված վերարտադրվելու իշխանությունը շարունակելու ձգտումով, որ հասկանում են, որ պիտի ինչ-որ բան ցույց տան մարդկանց, որ ասեն այ տեսեք, սա արել ենք, նոր բանով պետք է խաբել, չէ՞։ 18-ին դա արդարությունն էր, դա ինչ-որ թալանի վերադարձ էր, դա ժողովրդավարությունն էր։ 21-ին դա խաղաղությունն էր։ Հիմա անցել է 5 տարի եւ մարդիկ տեսնում որ ոչ թե խաղաղություն չկա, նոր զիջումներ կան, ամեն օր կրակում են, էլի։ Այնտեղ որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում էր որ ամենախաղաղն է, կրակված չկա։ Հիմա պետք է մարդկանց մի բանով խաբել, չէ՞։ Այս գծիրի մեջ է ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի ընդունում է, հիմա պետք է ասել որ մենք Եվրոպա ենք գնում։ Երբ կհասնենք, ով է այնտեղ մեզ հրավիրել, իրատեսական ճանապարհ է արդյոք դա թե չէ, երբևէ մեզ համար, այս հարցերին պատասխան չկա։ Այդպես կարելի է հայտարարել, որ նաև մենք Մարսում բան ենք անում, բնակավայրեր ենք հիմնում եւ տեղափոխվելու ենք ինչ-որ պահի, էլ կոնֆլիկտ չի լինելու։ Նույնն է փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի փաստաթուղթը պետք է ինչ-որ փաստաթուղթ ստորագրված, որպեսզի կարողանա սեփական ժողովրդին մոլորեցնել, դրա համար է ինքը շտապում, դրա համար ինքը այո կարող է նաև միակողմանի ստորագրել, ոնց որ արեց Գրանադայում, եթե չեմ սխալվում, որ հետո Արայք Հարությունյանը ներկայացրեց, ինչ ներկայացրեց, փայլուն դիվանագիտական հաղթանակ, այն հայտարարությունը որը մեջ բերելով Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը եւ էթնիկ զտում իրականացրեց Արցախում։ Դա Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացրեց որպես հաղթանակ, փայլուն հաղթանակ, այն ինչ ուզեցել ենք ձեռք ենք բերել։ Եվ որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այնպես է ճանաչել Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ մտել է տարածքները օկուպացրել։ Այդտենց երկաթբետոնյա ճանաչել է։ Տիկին Վարդանյան, երկրորդ եւ երրորդ նախագահների, այսպես թիմակիցների, աջակիցների միջև կարծես փոխհրաձգություն է սկսել, փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, ըստ ձեզ որտեղից այս ամենը սկսվեց եւ արդյոք ընդդիմության մեջ այս լարվածությունը Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր չի լցնում։ Ես գնահատականներ չտամ, որ պիսի ավելի չթեժացնեմ իրավիճակը, կան մոտեցումների տարբերություններ, որոնք հիմա արդեն կարծում միշտ են եղել, որոնք հիմա արդեն հրապարակային են ըստ էության հնչում։ Գեստանտ եմ մոտեցմանը, որ սա կարող է ջուր լցնել Փաշինյանի ջրաղացին եւ այլն, բայց կարծում եմ սա նաեւ կարող է առիթ լինել, որպեսզի մարդիկ ընտրեն որ մոտեցումն իրենց ավելի հոգեհարազատ, որին են ավելի համակրում եւ ավելի պարզ լինի նաեւ տարբեր գործընթացների պատճառներ լինելու կամ չլինելու, որովհետև այն ինչ հիմա տեղի ունենում ըստ էության հիմա հրապարակային է, բայց ոչ հրապարակային մասել է ունեցել եւ ուղղակի հանրությունը, այսինքն չի տեսել։ Սա կարող է արդյոք ջուր լցնել, ես կարծում եմ ամեն դեպքում անկախ նրանից ինչ մոտեցումների տարբերություններ կա եւ որքան են դրանք հրապարակային հնչում, ոչ թե կարծում եմ, համոզված եմ եւ գիտեմ, որ մի կետում կա աներկբա կոնսենսուս, դա Փաշինյանի երացումն է եւ դա չի կարող խանգարել այդ ուղղությամբ աշխատելու, այդտեղ ոչինչ չի փոխվել եւ այս դաշտում ուժերը այնպես չի որ մի ուժ
բավական է իր ջանքերով միայնակ հաղթահարելու ճգնաժամը ստեղծված, դրա համար այո որևէ կետ կա, որտեղ բոլորս էլ ման ենք անելու, ինչ որ առումով համագործակցելու ենք։ Հետևաբար չեմ կարծում, որ դա որևէ կերպ խանգարելու է այն պայքարին, որը բոլոր ուժերը հանրահարչակել են։ Հիմա մոտեցումների տարբերություններ են, որոնք հնչում են, մենք գործ ունենք կայացած փաստի հետ, նկատի ունեմ, անիմաստ խոսել, ինչպես լավ կլիներ, որ լիներ, լավ չէր լինի, որ լիներ։ Հիմա կողմերը հիմնականում հատկապես նկատի պաշտոնական դեմքերով խոսում են հիմնականում քաղաքագիտական բառապաշարով ներկայացնում են իրենց մոտեցումները։ Այստեղ կարծում եմ, եթե ասել ենք այս կետին, ուրեմն, այսինքն ելքային է, որ մարդիկ ուղղակի դրանց ծանոթանան եւ հասկանան իրենք որ տեսակետին են ավելի հակված։ Այսպես եմ ես տեսնում իրենք։ Ինչ չեն կիսում նախկին նախագահները։ Ես այդ հարցին չեմ կարողանա պատասխանել, չեմ կարծում, որ այդ հարցը դրած, այսինքն ինչ-որ բան կիսում են թե չէ, ասում եմ մոտեցումների կարծում եմ կան մոտեցումների տարբերություններ, որոնք հիմա հրապարակային հնչեցնում են նաև թիմակիցները։ Դա է, դա քանի որ հիմա վիճակը մեր սրված է եւ Հայաստանում այն քաղաքական մթնոլորտն է, քաղաքական իրավիճակն է, որը որ է, դա կարող նաև այդ պատճառով կարող է դա շատ սուր ընկալվել, դա կարող է նաև այդ մոտեցումների տարբերությունը պես քննադատության թիրախում լինել, բայց եթե նայենք, այսինքն այլ մյուս տեսակետից մոտեցումների տարբերությունները մենք կարող ենք իհարկե մեղադրել ինչու են այդ մոտեցումները հնչում, բայց հակառակ տեսակետից էլ իսկ եթե դրանք չեն հնչում, շատ բաներ մարդկանց համար հասկանալի չեն լինում այդպես էլ ինչու են կատարվում եւ ինչու չեն կատարվում։ Հետեւաբար այս մոտեցումների տարբերությունը հիմա այնպես է ստացվել, որ հրապարակային բնույթ է կրել, չեմ կարծում որտեղ ինչ-որ անձնական հարցեր են, չեմ կարծում որ բան կիսել չկիսելու է։ Կա ստեղծված իրավիճակ, որտեղ հարցերին կան մոտենալու կամ վերաբերմունքի երևույթներին գնահատականների տարբերություններ, դա կարծում եմ մարտավարական է։ Այսինքն ինձ համար գիտեք բոլորս ազատ ենք այդ մարտավարություններում բան ունենալ, էլի ես այդտեղ չեմ տեսնում խնդիրը։ Խնդիրը, որպեսզի ունենք այն քաղաքական դաշտը, որ ունենք, այն դերակատարները, որ ունենք, հասկանանք ինչպես կարող ենք այն հարցը, որը մեր բոլորիս առջև դրված է, լուծել այդ ուժերով, այդտեղ պահանջել բոլորից նույնական լինել, հնչեցնել նույն տեսակետները, գուցե թեորիապես լավ է հնչում, բայց չեմ կարծում, որ իրատեսական է։ Հետևաբար կունեն տարբեր մոտեցումներ, դրանք հիմա հնչում են, մեր խնդիրը այլ է։ Մեկ է այս է մեր քաղաքական դաշտը եւ այս դերակատարներ են դերակատարներ, ինչպես ենք լուծելու գլխավոր խնդիրը։ Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների շինծ ու դատավարությունները, մեր գերիները նաև խոշտանգվում են այնտեղ, ինչ անհրաժեշտ քայլեր պետք է անի այս իշխանությունը, որ չի անում, ինչ կարող է անել այդ ռազմագերիների հետ վերադարձի կամ գոնե խոշտանգումները թույլ չտալու մասով, որ չի անում։ Նախ ինչ է անում, դրանից պիտի սկսենք։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը ներկայացրել է կամ 3 կամ 2 հոդված, որտեղ կետերով նշել է ինչ են անում սովորաբար կառավարությունները։ Նախ ինչ խաղաղության փաստաթղթի մասին իրենց բառերով ասած կնքման մասին խոսքը, այդ որ այդտեղ չկա գերիների հարց։ Դա գերիների հարցը բանակցությունների օրակարգում պիտի լինի, թե չէ, Ադրբեջանի ներկայացվող պահանջների մեջ պիտի լինի, թե չէ։ Իսրայելը եւ Գազան իրար ռմբակոծում են պատերազմի մեջ, բայց գերիների փոխանակման մասին բանակցություններ են վարում։ Արդյունավետ, այսինքն փոխանակվում են այդ գերիները պարբերաբար։ Ռուսաստանը եւ Ուկրաինան։ Հայաստանը ինչ է անում։ Այսինքն երբ որ մենք հարցնում ենք ինչ պիտի անի, հարցը այն է որ մի բան պիտի անի նախ, պիտի սկսի դրա մասին։ Հայաստանում եղան բողոքի ցույցեր, ընդդիմությունը ցույց արեց, գերիներից հարազատները, այլ դերակատարներ, մենակ դրանից հետո Արադ Միրզոյանը ինչ որ միջազգային ֆորմատում խոսեց դրա մասին, հրապարակային։ Հասկանում եք։ Այսինքն եթե չարչիլները ցույցեր կամ չէր խոսելու։ Նիկոլ Փաշինյանը գնաց ՄԱԿ-ի ամբիոն ելույթ ունեցավ ծավալուն, չխոսեց այդ մասին։ Այսինքն իմ պատասխանը այդ հարցին նախ ցանկացած այս իշխանությունից հույսեր ակնկալիքներ չկան, որտեղ նպատակ չունեն իրենք, բայց ցանկացած այլ իշխանություն առնվազն պիտի սկսեր զբաղվել այդ հարցով, որևէ բան անել, որ հետո կարողանայինք հասկանալ դա բավարար է թե չէ։ Այսինքն Հայաստանում ցույցեր են պետք, որպեսզի իշխանությունը ներկայացուցիչները գերիների հարցին անդրադառնան, պատկերացնում եք միջազգային հարթակներում։ Դուք տեսել եք խորհրդանական պատվիրակությունների ելույթները ընդդիմության եւ իշխանության։ Ընդդիմությունը խոսում է գերիներից, Հայաստանի տարածքների օկուպացիայից, իշխանությունը խոսում է լրիվ անտեսում է այդ օրակարգը։ Դուք չեք գտնի իշխանության ներկայացուցիչների ելույթ,
վերջի շրջանի падգամավորների, որոնց հարցերի մասին խոսել են։ Այսինքն երբ որ մենք հարցում ենք լավ ինչ պիտի անի, տարական նվազագույն հրաժեշտը պիտի անի, խոսի այս մասին։ Ադրբեջանից պահանջի այդ մարդկանց։ Դուք հիշում եք այդ բանը, ձայն նկատում եք լուրը, որ մամուլում տարածվեց Նիկոլ Փաշինյան Ալիև, եթե չեմ սխալվում, Սոչիի հանդիպման, որը կրքեր առաջացրեց հետո ԿՊ-ում սկսեցին մանգալով այդ լուրը տարածել իրենց փակ նիստից։ Երբ որ Ալիևը ասել էր ինչ Ռուբեն Վարդանյանին չես պահանջում, ասել էր դե չեմ պահանջում, որտեղ չես տալի։ Այսինքն այս մարդիկ առաջնորդում են նրանով, որ այլ ինչ մեկը Ադրբեջանի չի տալու։ Եթե ճնշում չլինի, բնականաբար չի տալու։ Այդ ճնշումը ով պիտի գեներացնի։ Ամենամեծ գործիքները ճնշման գեներացիայի ունի Հայաստանի Հանրապետությունը, որը ղեկավարում են այն մարդիկ, այսինքն ինչ պիտի անի Ադրբեջանի վրա պետքա ճնշում բանեցնել կամ պայմանավորվածության գալ ամբողջապես, այսինքն որ մենք էլ գերիներ դեռ ունենք, բոլորի դիմաց փոխանակման։ Հիմա նա չեն արել։ Ադրբեջանի մարդիկ անգամ հանցագործներ են այստեղ եղել, որոնք առանց փոխանակման հանձնել են, այսինքն մի խաղաքարտնել են մեզնից խլել։ Հիմա նա կանգնել են ասում, բա ինչ անենք։ Ճնշում բանեցրեք, ճնշում գործադրեք։ COP29-ը որ զիջում եք, պայմանավորվեիք, որ Ադրբեջանի համար դա կարևոր էր բոլորի դիմաց։ Այսինքն ինչ է նշանակում դու իշխանության ես, եթե չգիտեք ինչ անել, գնացեք այնքան թող կան նրանք, ովքեր գիտեն ինչ անել։ Եվ Տիկին Վարդանյան, Գյումրիում մարտի 30-ին կայացած տիմընտրություններում ԿՊ-ն փաստացի պարտվեց, նաև փարաքարում այդ օրը այսպես ջահջահիչ պարտություն տարավ ԿՊ-ն, ինչպես կարող է սա անդրադառնալ համապետական գործընթացների վրա։ Ուղիղ, ես այն մարդկանցից չեմ, ովքեր ասում են, որ այդտեղից ուրեմն սկսեց գործընթաց, հիմա հաղթական ավարտ կունենա, բայց շատ պարզ է ինչպես դա կարող է անդրադառնալ։ Տիմ ընտրություններում հաղթանակը իշխանության դիրքերի ամրապնդում է, լծակների ամրապնդում է, երաշխիք է, որ այդ լծակները օգտագործվելու են այլ համապետական գործընթացներում, նաև ընտրություններում, ավելին տիմ ընտրություններում իր հաղթանակը ԿՊ-ն ներկայացնելու էր որպես նոր լեգիտիմության ստացում եւ ինդուլգենցիա անելու այն գործողությունները, որ պլանավորում է անել, եւ չստացումը բնականաբար հարվածում է նրան, խալխլում է հիմքերը, թուլացնում է ավելի ոչ թե ուժեղացնում է, ստեղծում է նոր խնդիրներ, զրկելով որոշակի լծակներից, որոնք իրենք օգտագործում են։ Դա բնականաբար չի նշանակում բոլոր հարցերը լուծվում են, բայց դա նշանակում է առնվազն, որ հիմա ԿՊ-ի համար շատ ավելի խնդիրներ կան, քան մարտի 30-ից առաջ էր։ Եվ այդպես էլ իշխանազրկում է տեղի ունենում արդյունքում, այդ խնդիրները մի օր այնքան են դառնում, որ դրանք լուծել հնարավոր չի լինում եւ կանգնում ես կայացած փաստի առջեւ, երբ դու չես կարող, արդեն չես իրապետում այն ռեսուրսներին, որ բավարար է քո նկատմամբ եղած բողոքի ալիքը ճնշելու համար։ Դա է տեղի ունեցողը։ Այսինքն հիմա մենք, եթե ԿՊ-ն ունի, եթե ընդդիմությունը կարող է այնտեղ իշխանություն ձևավորել Գյումրիում, եթե դա Գյումրիի վարչական ռեսուրսները չեն նպաստելու Փաշինյանական իշխանության պահպանմանը, դա կարծում եմ ձեռքբերում է ոչ թե հակառակը։ Իսկ հակառակը ԿՊ-ի այնտեղ իշխանություն ձևավորել պարագայում, այդ բոլոր ռեսուրսները ծառայելու են ԿՊ-ի իշխանության պահպանմանը։ Սա է ոգևորության կարծում մարդկանց ոգևորության պատճառը, հիմքը դա է, իհարկե այստեղ պետք չի չափի շատ ոգևորվել, որովհետև դեռ ավականի պետք է ընտրի, ԿՊ-ն իր պարտությունը հեշտ ընդունողներից չէ, մենք տեսել ենք ինչ բռնաճնշումների են գնում, տարբեր համայնքներում ենք տեսել, այսինքն մասամբ գոնությունը թույլատնելու։ Վարդան Ղուկասյանի վրա քրեական գործ է հարուցվել։ Բոլոր խոշոր հաշվով ընդդիմադիր տեխնացուների նկատմամբ դա եղել է, այլ համայնքներում տեսել ենք ինչով է ավարտվել, բայց հստակ ամրագրված փաստ է, որ առնվազն նախկին աջակցությունը, նախկին սատարումը, անգամ այդ վարչական ռեսուրսներով չունի, այստեղ ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ իմ ասա ներկայացնում եմ որպես ժողովրդավարության ակնառու օրինակ, տեսեք ինչ ժողովրդավար ենք, որ չհաղթեցինք մեր ինձ կազմակերպած ընտրություններում, ոչ, դա դրա մասին չի խոսում, դուք արեցիք ամեն ինչ եւ դրանով հանդերձ չհաղթեցիք, դիմեցիք ամենավոչ ժողովրդավար մեթոդներին, նկատի ունեմ պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսի կիրառում, այնտեղ ընտրությունների օրը չգրանցված շտաբ էին հայտնաբերել, ընտրատեղամասերի կողքը բնականաբար այդ ամեն ինչը պատշաճ քննության չարժանացավ, Վարդան Ղուկասյանը հայտարարել էր փաստով, որ տնից 11 անձ, ովքեր գրանցված չեն այդ տանը մի քանի օրում հայտնվել են ու գնաց քվեարկել են, ուզում եմ ասեմ, այս բոլորը եղել են, եւ սրանով հանդերձ դուք չեք հաղթել։ Այսինքն պատկերացրեք ինչ վիճակ է։ Եվ նույնը տեղի ունեցել Երևանում, ոչ թե Երևանում այնքան ժողովրդավար էին, որ 9% հավաքեց ԿՊ, այլ բոլոր ամեն միջոցի դիմեցին, բայց
9% հավաքեցին։ Ուզում եմ ասել, որ ժողովրդավարության մասին չի խոսում, այս ամենը խոսում է լեգիտիմության ճգնաժամի մասին։ Այսինքն կիսում եք այն տեսակետը, որ ընտրություններով իշխանափոխություն հնարավոր է, քանի որ բազմաթիվ այսպես բողոքի ակցիաներ տեղի ունեցան, սակայն արդյունքը այդպես էլ Նախ այս ամեն ինչը նաև այս հանրային տրամադրությունների փոփոխությունը բողոքի ակցիաների նաև արդյունքն են։ Այդ գործընթացների արդյունքն է, որոնք այս տարիների ընթացքում եղել են։ Այս ընտրությունների արդյունքը չէր կարող լինել 3 տարի առաջ։ Ես դրանում վստահ եմ։ Ինչ վերաբերում է ընտրություններով արդյոք հնարավոր է թե չէ, ինձ համար բոլոր իվենթներ, այսպես անվանեմ, բոլոր գործիքները կարող են միջոց լինել մոբիլիզացիայի, որոնք ի վերջո բերեն իշխանության փոփոխության։ Ես դժվար եմ պատկերացնում, որ ելի եմ կրկնում ԿՊ-ն իր պարտության հետ հեշտ համակերպվողներից է, ընտրությունները կարող են լինել մոբիլիզացիոն առիթ, բայց միայն այսպես դասական պայմաններում նկատի ունեմ, ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ որ ԿՊ-ն իր իշխանությունը հեշտությամբ հանձնում է համապետական մակարդակում նկատի ունեմ, բանալի որ դիմերում տեսել ենք ինչպես դա չի անում, այսինքն ավելի փոքր համայնքներում շատ փոքր տեսել ենք ոնց չի հաշտվում իր պարտության հետ։ Դեպի ես քաղաքական գործընթացներին նայում եմ, որ տարբեր իրադարձություններ սկսած որևէ քայլից, որ անում է իշխանությունը միջև ընտրություն, որ համայնքներում կամ համապետական կարող են լինել են առիթները, որոնք կօգնեն ընդդիմադիր ուժերին իրականացնել ուժերի մաքսիմում մոբիլիզացիա, որը այն պահին, որ բավարար կլինի իշխանափոխության համար, տեղի կունենա այդ իշխանափոխությունը։ Այսինքն մեր խնդիրը բավարար մոբիլիզացիա ապահովելն է եւ քանակով, եւ անհնազանդության որակով, եւ օր ծավալով, որպեսզի իշխանությունը հասկանա, որ ստիպված լինի արդեն բանանել իր իշխանությունից հրաժարվել։ Հիմա դրա առիթները որոնք կարող են լինել ընտրություն, կարող է լինել որևէ իշխանության քայլ, կարող է լինել որևէ փաստաթղթի ստորագրում, որը բաներ կառաջացնի։ Այստեղ մեր խնդիրը այլ է, ունենալ անհրաժեշտ կազմակերպվածության մակարդակը, որպեսզի այդ ստեղծված իրավիճակը հնարավոր լիներ հասնել իրենց տրամաբանական ավարտին։ Գյումրին առաջին օրինակը չի, որ ԿՊ-ն պարտվել է դիմ ընտրություններում, բայց դա չի բերել նրան, որ դրանից հաջորդել է իշխանափոխություն։ Եվ բայց հակառակն էլ չի, որ թերագնահատել օրինակ ընտրությունների նշանակությունը, որովհետև օրինակ Գյումրիում տեսանք, որ դա առիթ է, որտեղ ընդդիմադիրները կարողանում են իրականացնել այնպիսի մոբիլիզացիա, որը այդ պայմաններում չեն կարող իրականացնել։ Եվ օրինակ այդ մակարդակում տանել փոքրիկ, բայց նշանակալի հաղթանակ։ Հետևաբար մենք այն շռայլությունը չունենք, որ ինչ-որ բացառենք գործիքներ, մենք պիտի կարողանանք ամեն իրադարձություն օգտագործել գլխավոր նպատակի համար։ Տիկին Վարդանյան եւ ամփոփելով զրույցը, նախկինում Նիկոլ Փաշինյանի հրաժարականով մի քանի այսպես շարժումներ են ունեցել, դիմադրությունը, սրբազան շարժումը, որոնք փաստացի ձախողվել են։ Ընդդիմությունը դասեր քաղել է իր սխալներից։ Ենթադրենք սա այսպես անեինք, այլ կերպ կլիներ։ Ես կարող եմ իհարկե ասել այո, բայց իմ խոսքերից ավելի ցույց է տալիս այդ շարժումների գնալով ավելի մեծականակ, լայնածավալ եւ ընդգրկուն դառնալը։ Եթե շարժումները գնալով ավելի քիչ մարդականակ ունենային, պիտի հասկանայինք, որ գնալով տենդենսը ավելի ոչ նպաստավոր է։ Եթե շարժումները գնալով ավելի ընդգրկուն են, ավելի բազմամարդ են, ավելի ներառական են, ավելի նոր շերտեր ընդգրկող են, ավելի մեծ վտանգ ներկայացնողներ են, բնականաբար այդտեղ աշխատանք կա, չէ՞, ես հասկանում եմ, որ ամեն շարժում մարդիկ պատկերացնում են այնպես, որ մայիսի 8-ին որոշվեց հանրահավաք, մայիսի 9-ին դա տեղի ունեցավ, չգիտեմ, ապրիլի 22-ին որոշվեց, ապրիլի 23-ին տեղի ունեցավ, բայց այդպես չի։ Եթե որևէ մեկը փորձի հիմա իր 10 ընկերոջ հավաքել որևէ սեղանի շուրջ ուղղակի ընկերներով զվարճանալու, կտեսնի, որ դա մեծ կազմակերպական աշխատանք է։ Բա 10,000 մարդու, 20,000, 60,000 մարդու միտեղ հավաքելը որքան կազմակերպական աշխատանք, ջանք է։ Բոլորը արվել են, չէ՞, այդ ընթացքում հանրահավաքներից առաջ, հանրահավաքների ընթացքում եղել է պլանավորում, եւ եթե դա ավելի վատ լիներ, քան նախորդը, մարդիկ լինեն ավելի քիչ, քան նախորդը։ Այո, մեզ չի հաջողվել դեռևս վերջնական հաջողության հասնել, որովհետև գործ ունենք մի խնդրի հետ, որը չափազանց մեծ է եւ նորանկախ Հայաստանի Հանրապետության ամենամեծ խնդիրն է։ Մենք գործ ունենք ճշտամու աջակցությունը վայելող իշխող ուժին իշխանազրկելու գործընթացի հետ։ Դա հեշտ չի կարող լինել։ Ոնց ասեմ,
պատկերացումները, որ դա կարող է հեշտ լինել այս թիմի դեպքում, այդպես չի։ Այդ բոլոր շարժումները ես չեմ ուզում այդ լի վարդագույն ակրոսներով ներկայացնել, բայց դրանք բոլորը շղթայի օղակներ են, որոնք փոխել են հանրային տրամադրություններ, որոնք անփոխարինելի փորձ են տվել, այո, որոնք նաև արթնացրել են բազմաթիվ մարդկանց պատահական չի, որ առաջին շարժումը, օրինակ առաջին շարժումից մեկ այդ զարթնի իր արթնացիր կոչերով էր։ Եվ վերել են գիտակցություն, որ հիմա հանրային դժգոհությունը Հայաստանում բոլոր ոլորտներում է դժգոհ խմբերը շատ տարբեր են, ցույցերը, ճանապարհներ փակելը ինքնաբուխ է, տարբեր փոքր խմբերի կողմից, այսինքն դա բերել է այս վիճակին, առանց այդ ամեն ինչի չլինելու նաև այս վիճակը, բավարար է արդյոք դա, ոչ, պիտի վերջնու նպատակին հասնել եւ կարծում եմ որ հիմա մենք չունենք հաջողություն դրա համար հետահայաց մերժում ենք ամեն ինչ խարակում ենք ինքնախարազանում ենք հաճախ երբ լինի հաջողություն կարծում եմ հետահայաց հասկանալու ենք որ այս բոլորը քայլեր էին որոնք մեզ բերեցին այդ հաջողությանը ես գոնե այդպես եմ նայում ինչու հիմա անդիմությունը դրսում չէ Դիմությունը միշտ է դրսում, բայց ելի եմ ասում, բոլոր շարժումները, բոլոր իրադարձությունները ունեն նախապատրաստական շրջան։ Եթե 2024-ի հիմա մենք ապրիլի 8-ն ենք, նույն ապրիլի 8-ին դուք էլի նույն հարցը կարող եք տալ, նրանց կանխատեսելու որ մայիսի 9-ին կլինի են ծավալով հանրահավաք, որը եղավ օրինակ կամ մոբիլիզացիա, այսինքն դա process է, նախապատրաստական ամեն շարժում ունի իր նախապատրաստական շրջանը, ունի իր բուն ընթացքը դրսևորման, ունի դրանից հետո եթե դրված գերխնդիրը չի լուծում բնական հիասթափության ալիք, որը պետք է հաղթարել եւ նոր շարժման, նոր process-ի պատրաստման գործընթաց։ Այդ գործընթացը երբեք կանգ չի առել, մենք չի եղել մի ժամանակ, որ լավ, սա հիմա չեղավ, գնում ենք տուն։ Մենք անընդհատ պատրաստության, ուժեղանալու, դիրքերը ամրապնդելու, իրադարձություններին պատրաստ լինելու գործընթացի մեջ ենք։ Դա արդեն դրսևորվում է ժամանակ, երբ որ դրսևորվում է հիմա էլ մենք կարծում ենք, որ մեր գլխավոր խնդիրը, գլխավոր թեման, գլխավոր օրակարգ Հայաստանի այս Ադրբեջանի հետ փաստաթուղթն է, պայմանավորվածություններն են, գործընթացն է, պահանջներն են, որոնք հենց դրանք են անդառնալիության կետերը եւ այն օրակարգերը հիմնական, որոնց շուրջ փաստացի լինելու է այդ որոշիչ զարգացումները։ Մենք պատրաստվում ենք այդ զարգացումներին, նկատի ունեմ չեմ կարող օր ժամը ասել, ոչ թե չեմ կարող որտեղ կա ինչ-որ ֆիքսված բան կա, այդ չէ գործընթացը զարգանում է եւ դրան համապատասխան ու համահունչ պետք է լինեն։ Եթե Ադրբեջանը ասում որ դուք համալություն պետք է փոխեք ու դա պարտադրում է Փաշինյանը գնում է այդ ճանապարհով, բնականաբար պետք է պատրաստվել, որ դա թույլ չտալուն է պետք է պատրաստվել։ Եթե կամ այլ անդառնալիության կետեր կան, որտեղ դա է պահանջը, պետք է պատրաստվել, ուժերը հավաքել, մարզավիճակ ձեռք բերել, եթե կուզեք, որ դա թույլ չտալ։ Այդ գործընթացի մեջ ենք։ Այստեղ վտանգավոր է ցանկացած բան, որը կարող է կլինի ժամանակից շուտ, կլինի ավելի անպատրաստ, որ ասում եք, ընդդիմությունը դասեր քաղել է, ամենագլխավոր դասերից մեկն էլ այն է, որ կա որոշակի կազմակերպվածության եւ մի քանի խնդիրների լուծման անհրաժեշտություն, առանց որի անպատրաստ շարժումը չի բերելու ցանկալի արդյունքի։ Հետևաբար կա այդ գնահատականը, որ դուք պետք է ունենալ որևէ գործընթացի ձեռնարկելուց, նախաձեռնելուց առաջ, այսինքն խնդիրներ կան, որոնք պետք է տնային աշխատանք կա, որը պետք է անել։ Դա իհարկե չի նշանակում նստել, տուն գնալ, սպասել, մինչև ինչ այդ զարգացումները կլինեն։ Մենք ամբողջ ընթացքում 2020-ից այսքան չի եղել այդ տունը նստած, ձեռքերը ծալած զարգացումներին սպասելու իրավիճակ, հիմա այդպիսի իրավիճակում չենք։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հետաքրքրությունից համար։ Իմյուրներ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, կհանդիպենք։